Մեծ խնդրանք բացվի։ Պարոն Խաչատրյան, տենց խոսենք 1 տարի առաջ, եթե հիշում եք Մայրաթորում դուք, պարոն Դանիելյանը, այսպես բուռն պայքարում եք, որ Միքայել Սրբազանին չտան ԱԱԾ-ականները, հիմա դուք եկել եք դատարան, վեհափարն է դատարանի ներսում, ինչ կասեք, ինչու 1 տարի անց բանը հասավ վեհափարին։ Նաև նշեմ, որ Մանուկյան եղավներ էր մեզ։ Այո, դա հայտարարակոր էր, որը թվում էր դաժան երազից ինչ-որ մի պատառիկ, որովհետև որևէ հայի մտքով չէր կարող անցնել, որ որևէ հայ, ոստիկան կամ ԱԱԾ-ի ծառայող, որևէ հայի հրամանով կարող է հանդգնել, ներխուժել Մայրաթոր, ներխուժել Վեհարան և փորձել ուժ գործադրել հայ հոգևորականների դեմ և ուժով բերման ենթարկել։ Այսօրվա քաղաքական իշխանությունների իսալուսնյակ կրած արշավանքը Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու և Վեհափար Հայրապետի դեմ պայմանավորված է մեր եկեղեցու ազգապահպան գործունեությամբ։ Հիշեցնեմ, որ այս ամեն ինչը սկսեց, երբ Վեհափար Հայրապետը և եկեղեցին մասնակցեցին շվեյցարական խաղաղության նախաձեռնության կազմակերպված միջոցառմանը Շվեյցարիայում, որը նվիրված էր Արցախահայերի վերադարձի իրավունքին։ Եվ դրանից անմիջապես հետո Ալլահ շուքուր Փաշազադեն հայտարարեց, որ հայկական եկեղեցին ռևանշիստական կազմակերպություն է, և դա փաստորեն հրաման հանդիսացավ Երևանի իշխանություններին արշավանք սկսել եկեղեցու դեմ։ Շինծու մեղադրանքներ, խայտառակ վարկաբեկիչ, ստերով լի պայքար, բայց ես վստահ եմ, որ եկեղեցին, ինչպես մեր լեռները, դիմացել են հրոսակների, փոթորիկների արշավանքներին, կդիմանա և հաղթանակած դուրս կգա այս փորձությունների միջից։ Պարոն Խաչատրյան, այսինքն ինչ-որ ժամանակում Նիկոլ Փաշինյանը ընկրկելու է, դուք նման տպավորություն եք կամ կարծիք ունեք։ Ինչ-որ ժամանակ։ Հա, որ ասում եք եկեղեցին վեհափարը կպայքարի, այսպես ասած, հրոսակների դեմ։ Դա ենթադրում է, որ Փաշինյանը պետք է ընկրկի, չէ՞, զիջի ինչ-որտեղ։ Ուժի առջև, ժողովրդի ուժի առջև ընկրկում են բոլորը։ Ենթադրաբար, վստահ եմ, որ եթե լինի դիմադրություն և ժողովրդի կամքը պարտադրի, ապա բոլորը կընկրկեն։ Դիտարկում եք արդյոք ինչպես մեր մյուս բարձրաստիճան սրբազաններին մտցրեցին շենք ու ձերբակալեցին, հետո կանոնավորեցին, դիտարկում եք նույնը վեհափարի հետ կարող է լինել, արդյոք այդպիսի սցենար նախատեսում եք։ Հույս ունեմ, որ ոչ, մի տեսակ դող զգացի ձեր նկարագրած սցենարից, հույս ունեմ, որ ոչ։